Ես Երուսաղեմում եմ, կանգնած եմ Սիոն լեռան գագաթին, որը հրեաների գլխավոր սրբավայրն է։ Այն բանից հետո, երբ 1.5 հազարամյակ առաջ հրեաները լքեցին ավետյաց երկիրը, ամեն անգամ իրար հետ հանդիպելիս միմյանց մաղթում էին, որ հաջորդ տարի կարողանան հանդիպել հենց այստեղ, որտեղ ես հիմա կանգնած եմ։ 1.5 հազարամյակ շարունակ նրանց բոլոր ռեսուրսները ուղղված էին այդ երազանքի իրականացմանը։ Եվ ահա 20-րդ դարի կեսերին այդ երազանքը իրականացավ։ Հրեաները վերադարձան Սիոն լեռ, վերադարձան ու տեսան, որ այստեղ հայեր են ապրում։ Կարծում եմ սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ Երուսաղեմը երկիր մոլորակի կարևորագույն քաղաքն է։ Չէ՞ որ հենց այս քաղաքն են իրենց սրբավայրը համարում աբրահամական բոլոր կրոնների հետևորդները։ Ողջ աշխարհից այստեղ են գալիս հրեաները հուդայական երկրորդ տաճարի միակ պահպանված հատվածի լացի պատի մոտ աղոթելու համար։ Քրիստոնյաների ուխտագնացության նպատակը Աստծո հարության տաճարում գտնվող Քրիստոսի գերեզմանին խոնարհվելն է։ Մահմեդականների սրբավայրը Երուսաղեմում Ալ-Աղսա մզկիթն է, որը ըստ Ղուրանի կառուցված է հենց այն տեղում, որտեղից երկինք ճախրեց Մուհամմեդ մարգարեն երկնավոր Տիրոջ հետ հանդիպելու համար։ Ինչ ասես տեսել է այս քաղաքը, այն 36 անգամ ձեռքից ձեռք է անցել։ Այստեղ իշխել են հռոմեացիներն ու բյուզանդացիները, խաչակիրներ ու մամլուկները, պարսիկներն ու անգլիացիները, սելջուկներն ու օսմանացիները։ Բայց բոլոր ժամանակներում այստեղ հայեր են ապրել։ Հին Երուսաղեմը բաղկացած է 4 թաղամասերից՝ հրեական, մահմեդական, քրիստոնեական, որը կիսում են իրար մեջ ուղղափառները, կաթոլիկներն ու բողոքականները, ու հայկական։ Այո, հայերը առանձին թաղամաս ունեն։ Սիոն լեռան հյուսիսային լանջին գտնվող հայկական թաղամասը իր դիրքի շնորհիվ միշտ կարևորագույն նշանակություն է ունեցել։ Աշխարհում չկա մի ուրիշ վայր, որը օտարին ավելի հեշտ հնարավորություն տար հասկանալու, թե ովքեր են հայերը, եւ ինչ ներդրում են ունեցել քրիստոնեական, եվրոպական քաղաքակրթության զարգացման համար։ Տարեկան մի քանի միլիոն զբոսաշրջիկ է գալիս այս քաղաք։ Նրանցից շատերը հենց այստեղ են առաջին անգամ իմանում հայերի մասին եւ զարմանում, թե որքան հարուստ է հայկական պատմությունը եւ թողած ժառանգությունը։ Յանա Չեխանովեցը հրեա է, բայց հայ ամուսնու շնորհիվ վաղուց արդեն ապրում է հայկական թաղամասում։ Երուսաղեմում հայկական ներկայության թեման նրա գիտական հետազոտության առարկան է։ Յանան պատմաբան է, Երուսաղեմի համալսարանի հնեաբանության պրոֆեսոր։ Ներկայիս աշխարհիկ համայնքի ներկայացուցիչների մեծ մասը ցեղասպանությունից փախած հայերի ժառանգներ են, ինչպես օրինակ ամուսնուց ծնողները։ Բայց կան նաև հայեր, ում նախնիները ապրել են այստեղ 900 տարի առաջ։ Նրանց անվանում են քաղաքացի։ Այդ հայերը սպეციფიկ բարբառ ունեն։ Յանա Չեխանովիցի տունը գտնվում է Արարատ կոչվող փողոցում։ Ժամանակին այս փողոցը ամբողջովին գտնվում էր հայկական թաղամասում։ Բայց որոշ տներ վաճառվեցին ու հիմա դրանցում արդեն հրեաներ են ապրում։ Յանան իրեն զգում է միաժամանակ երկու համայնքների անդամ։
Վստահորեն կարող եմ ասել, որ հայերը Երուսաղեմում ապրող ամենահին համայնքն են հրեաներից հետո։ Մենք հրեաներս այստեղ ապրում ենք 3000 տարի, հայերը առնվազն 1500 տարի։ Ու եթե այդպես է, ուրեմն ում ասես կարելի է այստեղ հյուր համարել, բայց ոչ հայերին։ Հայերը այս տան տերերից մեկն են։ Ժամանակակից Երուսաղեմը այլ տեսք կունենար, եթե չլինեին հայերը։ Ես քայլում եմ հայկական պատրիարքության փողոցով։ Քիչ հետո կթեքվեմ աջ ու Սուրբ Հակոբի փողոցով կհասնեմ Արարատ կոչվող փողոց։ Ճանապարհին կանցնեմ հայկական եկեղեցու, հայկական վարժարանի, հայկական գրադարանի, հայկական թանգարանի, հայկական ակումբների, ռեստորանների ու խանութների կողքով։ Անհավատալի է, բայց այստեղ ամեն ինչ հայկական է։ Հայկական թաղամասը փոքր-ինչ մեկուսացած է քաղաքի մյուս հատվածներից։ Մինչ հարևան թաղամասերում աշխուժ եռուզեռ է տիրում, այստեղ ամեն ինչ այնքան խաղաղ է, կարծես կյանքը կանգ է առել։ Հայկական թաղամասի ներսի հատվածը, որը գտնվում է Սուրբ Հակոբաց վանքի պատերի ներքո, ել ավելի մեկուսացած է։ Տարածք կարող են մուտք գործել միայն բնակիչները, նրանց հյուրերը, էթնիկ հայերը ու էքսկուրսիոն խմբերի նախապես գրանցված անդամները։ Գիշերը դարպասը փակվում է։ Քանի տարվա է այս դարպասը։ 300 տարվա։ 300։ Ինչպես կբացվի, ցույց կտակ։ Ասենք պամատ, նեանդերսետ։ Армян и в новой истории Иерусалима очень большие заслуги. Հայերը մեծագույն ներդրում են ունեցել քաղաքի զարգացման մեջ։ Վերցնենք օրինակ հայկական խեցեգործությունը։ Քաղաքի առաջին տպարանը 1833 թվականին հայերն են հիմնել։ Առաջին ամսագիրը այստեղ հայերն են հիմնադրել։ Երուսաղեմի առաջին լուսանկարիչը եղել է Եսայի Կարապետյանը, ով ավելի ուշ հայոց պատրիարք է ընտրվել։ Սրբազանը երկար ժամանակ չէր համաձայնում ստանձնել պատրիարքի դերը, քանի որ մտավախություն ուներ, որ դա կխանգարեր իրեն զբաղվել լուսանկարչությամբ։ Մինչ օրս էլ հին քաղաքում ամենահայտնի լուսանկարիչները հայեր են։ Գարոն Ալբանդյանը հենց այդ հայտնի լուսանկարիչներից մեկն է։ 60 տարվա կարիերայի ընթացքում իր ֆոտոխցիկով նա հասցրել է արձանագրել արևմտյան մամուլի համար Երուսաղեմի պատմության կարևորագույն իրադարձությունները։ Նրա ֆոտոարխիվում կա ամեն ինչ՝ թագավորներ ու նախագահներ, պատերազմներ ու ինտիֆադաներ, տոնախմբություններ ու ծիսակատարություններ։ Գարոն Ալբանդյանին Երուսաղեմի աչք են անվանում, բայց իր աչքը առաջին հերթին հայկական խնդիրների վրա է սևեռված։ Հիմա հայերը միացան իրար հետ, առաջ ասկերացվենք դիկնոջ ստանիկ 1200 տարվի առաջ մնա եկած հաստատված են ոս 1200 տարի առաջ, այո, եւ խաչագիրներու ժամանակով։ Հիմա Երուսաղեմում տարբեր տեղեկություններով 2-ից 5000 հայ է ապրում։ Նրանցից ընդամենը 500-ը հայկական թաղամասում։ Մինչդեռ 1948 թվականի մարտահամարի համաձայն քաղաքում ապրում էր 16000 հայ, բայց չնայած դրան, որ հայերը հիմա փոքրաթիվ են, նրանցից շատ-շատերը աչքի են ընկնում այն ամենով, ինչ անում են։ Այ օրինակ երաժիշտ Ափո Սահակյանը, հիմա արդեն նրան լավ են ճանաչում նաև Հայաստանում, բայց մինչև Երևանում կարիերա սկսելը Ափոն հասցրել էր նվաճել ռոք երաժշտության սիրահարների սրտերը Երուսաղեմում։ Նրա ստեղծած Ափո and Apostles խումբը հիմա էլ սիրված է թե Իսրայելում, թե Պաղեստինում։ Կարող եմ ասել, որ Պաղեստինում իմ խումբը Ափո and Apostles-ը առաջին ռոք բանդն է եւ ամենահաճող ռոք բանդն է։ Ու ռահվիրաններից ենք մենք, այդ գոմանեն եւ ուր որ մենք գնում ենք ու համերգներ ենք դալիս, ես միշտ շեշտում եմ իմ հայ լինելս, ես եմ որ սաղ աշխարհը ճանաչեն հայու դրական դերը։ Հայկական ներկայությունը Երուսաղեմում առնվազն 21 դարի պատմություն ունի։
Հայտնի է, որ մեր թվարկությունից առաջ 71 թվականին հայոց Տիգրան Մեծ արքան նվաճում է հուդայական թագավորությունը ու այն մեծ հայքին վասսալ դարձնում։ Նրա զորքը Երուսաղեմ է մտնում առանց մարտի։ Ըստ պատմության Տիգրան թագավոր եկած է հոս մինչև Ակկո քաղաքը, կսվի 6 ամսի չափ մնացած է կամ 9 ամիս, եւ ժամկետից հետո արած է բոլոր հայ արվեստագետները, արվեստավորներ եւ այլն հետ դարած դեպի Հայաստան, որովհետեւ հաջորդ պետական իշխանությունները վնաս չհասցնեն։ Արդեն առաջին դարի կեսերին Սուրբ հողում հայտնվում են հայ քրիստոնյաների առաջին համայնքները։ Յոթերորդ դարի կեսերին հիմնադրվում է հայոց եկեղեցու Երուսաղեմյան պատրիարքությունը։ 12-րդ դարում հայերը կառուցում են այստեղ իրենց գլխավոր տաճարը՝ Սուրբ Հակոբաց վանքը։ Այն գտնվում է Հակոբ առաքյալի սպանության տեղում։ Ահա այստեղ է թաղված Հիսուսի հավատարիմ աշակերտի գլուխը։ Երբ մահմեդականները գրավեցին քաղաքը, հայերը ստիպված եղան իրենց վրա վերցնել քրիստոնեական սրբավայրերի պահապանի պատասխանատվությունը։ Բայց արժե նկատել, որ խալիֆները հայերին վատ չէին վերաբերվում։ Արաբ պատմիչները վկայում են այն մասին, որ 626 թվականին Երուսաղեմի հայոց պատրիարք Աբրահամը անձամբ մեկնում է Մեքքա Մուհամեդ մարգարեի հետ հանդիպելու համար։ Նա Մուհամեդին խնդրում է բարյացակամ լինել հայերի հանդեպ։ Մարգարեն խոստանում է, որ հայերի բոլոր այն իրավունքները, որոնք իրենք ունեցել են մինչ այդ, կպահպանվեն։ Մահմեդական մյուս առաջնորդները նույնպես հարգում էին հայերին։ Հայտնի է, որ Սալահեդդինը Երուսաղեմը գրավելուց հետո հրամայել էր հայերին քաղաքում ապրելու ու իրենց կրոնը դավանելու իրավունք շնորհել։ Իսկ եգիպտացի մամլուքների խալիֆ Ջակմակը ազատել էր Երուսաղեմահայերին հարկերից։ Սուրբ քաղաքի թե քրիստոնեական, թե մահմեդական կառավարիչները միշտ էլ ճանաչել են հայերի իրավունքները։ Ամենը ճանաչում են, իսրայելցիներն ճանաչում են մեր իրավունքները, որտեղ երբ որ Իսրայել հոս եկավ 67-ին, սա ինչ որ վաղեմի կամ ինչ որ անցյալի մեջ ընդունված է եւ հարկված է, մենք նույնը պիտի հարկենք։ Հայերի հատուկ իրավունքները ճանաչում են նաև քույր եկեղեցիներն ու քրիստոնեական գերտերությունները։ Կարգավիճակը հաստատվել էր 1919 թվականի Վերսալի խաղաղ կոնֆերանսի ժամանակ։ Ստատուս կվո, այսպես է կոչվում կանոնը, որը կարգավորում է Երուսաղեմում կրոնական համայնքների միջև հարաբերությունները։ Որոշվել էր, որ այդ կարգը պետք է լինի անփոփոխ ու վերանայման ենթակա չէ։ Ստատուս կվոյի յուրահատուկ խորհրդանիշ է դարձել ահա այս փայտե սանդուղքը, որ տեղադրված է քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրի Աստծո հարության տաճարի երկրորդ հարկի աջ պատուհանի մոտ։ Հայերը սանդուղքը այստեղ են դրել դեռևս 300 տարի առաջ, ոտնակներով այն կանգնած է հույներին պատկանող քիվի վրա, բայց պատուհանը, որի վրա հենված է, հայկական եկեղեցունն է։ Եթե սանդուղքը իր տեղում է, ուրեմն տաճարի պահապան հանդիսացող 3 պատրիարքությունները համերաշխ են։ Ասում են, ժամանակին հայ վանականները օգտագործում էին այս սանդուղքը Աստծո հարության տաճարում գտնվող իրենց եկեղեցի ջուր ու սնունդ հասցնելու համար։ Դա արվում էր օսմանական իշխանությունների կողմից տաճար բուդք գործելու Տուրքից խուսափելու համար։ Սանդուղքի շուրջ դարեր շարունակ վեճեր են տեղի ունեցել հայերի ու հույների միջև։ Մեկ այն հանել են, մեկ կրկին տեղն են դրել, մեկ տեղաշարժել, մինչև սուլթանը մի օր չորոշեց ամեն բան մնալու է հենց այնպես, ինչպես կա այս պահին, ու ոչ մեկ իրավունք չունի ոչինչ փոխելու։
Բայց վեճեր հիմա էլ երբեմն լինում են։ Ավելի հաճախ դա կապված է լինում հունաց պատրիարքության կողմից դարավոր ավանդույթը վերանայելու փորձերի հետ։ Հարյուրամյակներ շարունակ Սուրբ Զատկի նախաշեմին հայ հոգևորականը հույն պատրիարքի հետ միասին մասնակցում էր Աստծո գերեզմանի մատուռում կատարվող կենարար լույսի դուրսբերման հանդիսավոր ծեսին։ Երբ հույները կասկածի տակ են դնում հայերի այդ իրավունքը, հակամարտությունը կուսակրոնների միջև ձեռնամարտի է հասնում։ Հայ միաբանները խնդիրներ են ունենում ոչ միայն հույների հետ, շատ ավելի լուրջ է իրավիճակը ուլտրաօրթոդոքս հուդայական աղանդների հետևորդների հետ հարաբերություններում։ Խոսքը այն ֆանատիկոսների մասին է, ովքեր համարում են, որ Սուրբ Հողում գոյության իրավունք ունի միայն հուդայականությունը։ Կրոնական անհանդուրժողականությունն այստեղ երբեմն խայտառակ դրսևորումներ է ունենում։ Ծայրահեղական ֆանատիկոսները հարձակվում են հայ հոգևորականների վրա, թքում նրանց վրա, վիրավորում են նաև աշխարհիկ հայերին։ Ցավալին այն է, որ երկրի իշխանություններն ու հուդայական հոգևոր առաջնորդները անհրաժեշտ ջանքեր չեն գործադրում դա կանխելու ու մեղավորներին պատժելու համար։ Ավիվ Թաթարսկին հրեա է, նա ղեկավարում է իր ամին կազմակերպությունը, որը պայքարում է Երուսաղեմի մշակութային ու կրոնական բազմազանությունը պահպանելու համար։ Տեղի հայերը իրեն բարեկամ են համարում։ Ավիվը նկատում է, որ վերջերս հայերի հանդեպ անհանդուրժողականության դրսևորման դեպքերը աճել են։ Ահա այդպես 2023 թվականի հունվարին հայկական թաղամասի տների վրա հայտնվել էին ահա այսպիսի գրառումներ մահ հայերին ու քրիստոնյաներին։ Մեր բادرյակարանի ճիշտ բադին դակ քրիստոնյաներուն մահը կցանկանան։ Մեծ աղմուկ էր հանել տեսագրությունը, որը արձանագրել էր, թե ինչպես է անձը ցուցադրաբար թքում հայոց վանքի մուտքի շեմի վրա։ Իրար հետևից հարձակումներ տեղի ունեցան Armenian Tavern ու Tabun Wine Bar հայկական ռեստորանների վրա։ Մեկ այլ դեպք անհայտ մարդիկ բարձրացան հայոց պատրիարքության շենքի կտուրի վրա ու փորձեցին հանել հայկական դրոշը։ Տեղի բնակիչները դրան խանգարեցին, արդյունքում բախում տեղի ունեցավ։ Ոստիկանությունը նման դեպքերում սովորաբար հայերին է պատժում։ Ես ամաչում եմ, որ իմ քաղաքում կարող են նման բաներ տեղի ունենալ, բայց այդ ծայրահեղականները չեն ներկայացնում հրեա ազգը։ Հրեաների 99% այդ արարքները խստորեն դատապարտում է։ Մի բան հստակ է, այդ ամենը անող հուդայական ֆանատիկոսները ոչ թե հենց կոնկրետ հայերի, այլ բոլոր այլադավանների դեմ են։ Անհանդուրժողականությունը կուրացրել է այդ ֆանատիկոսներին։ Արմատական հուդայական աղանդների հետևորդների համար հայկական թաղամասի գոյությունը Սիոն լեռան վրա ինքնին մարտահրավեր է։ Նրանք չեն ցանկանում հաշտվել այն մտքի հետ, որ հուդայական երկրորդ տաճարը վերականգնած արքա Հերովդես Մեծի դղյակի տեղում հիմա ապրում են ոչ թե իրենք, այլ հայերը։ Հայկական թաղամասի դիրքը կարելի է ասել ռազմավարական նշանակություն ունի նաև այն բանի պատճառով, որ այստեղով է անցնում նոր քաղաքի հրեաբնակ շրջաններից ճանապարհը դեպի Լացիպատ։ Օրթոդոքս հրեաները ձգտում են հենց հայկական թաղամասի Արարատ փողոցով գնալ Լացիպատ, որպեսզի ընդգծեն դրանով, որ դա իրենց քաղաքն է։ Երուսաղեմի հայերը հիմա ձգտում են մնալ հեռու քաղաքականությունից։ Նրանց միակ նպատակը թաղամասի ամբողջականությունը ապահովելն է ու սահմանների անկախտելիությունը երաշխավորելն է։ Այդ սահմանները վերջերս կասկածի տակ են դրվում։ Ահա այսպիսինն էր հայկական թաղամասը իսրայելական բոլոր քարտեզներում անցած դարի 90-ականներին։ Աչից հրեական թաղամասն է։ Հիմա արդեն Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից հաստատված քարտեզը ահա այսպիսի տեսք ունի։ Նկատում եք տարբերությունը։
Վերջին տարիներին հատուկ ակտիվություն է նկատվում հայերին պատկանող տները գնելու հարցում։ Որոշ տեղեկությունների համաձայն այդ ակտիվության ետևում կանգնած են արմատական կրոնական կազմակերպությունների հետ կապ ունեցող ֆինանսական կառույցները։ Արմատականները օգտագործում են ցանկացած առիթ հայերին ասելու, որ իրենք հյուր են Իսրայելի հողում։ Ու դա հատուկ երանգ է տալիս Կովերի պարտեզ կոչվող կալվածքի շուրջ ստեղծված վիճելի պատմությանը։ Կովերի պարտեզը, որը գտնվում է հայկական թաղամասի հարավ-արևմտյան հատվածում, վերջին տարիներին իսկական թեժ կետ է դարձել։ Տեղի ունեցել հետևյալը. 2022 թվականի գարնանը հայ համայնքի անդամները իմանում են, որ դեռևս 2021-ի հունիսին Պատրիարք Նուրհան Մանուկյանն ու կալվածքների տեսուչ Պարետ Երեցյանը համայնքից գաղտնի գործարք են կնքել իսրայելական Քսանա Գարդենս ընկերության հետ, որի համաձայն Կովերի պարտեզ կոչվող կալվածքը 98 տարով վարձակալությամբ է հանձնվում։ Սա մի գործարք է, որը իրավական տեսակետից բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Կամաց լուրերը դարացայնություններ ելան եւ սկսանք հարցնել, որքանը ինչ ճիշտ է, ինչ ճիշտ չէ, վանկը, սա որ մի մեծ հատվածը արդեն վարձուդվեր են։ Ես իբր Գալվադոս նախկին պաշտոնյա դեղյակ եմ, ասողը մեր սեփականություն եղած է աստիճանաբար 700 տարի է։ Առաջին հայը, որ կամ հայ իշխանությունը, որ քնած է ասողը մաս 1300-ն է։ Ուրեմն ծեվով մեր ամենեն տանգակին հողերը մեկն է։ Խոսքը 11,500 քառակուսի մետր տարածք ունեցող հողակտորի մասին է։ Այն կազմում է հայկական թաղամասի գրեթե 15%-ը ու կարևոր դիրք ունի։ Մի կողմից 5 քաղաքի պարիսպն է, մյուս կողմից թաղամասի միակ ավտոճանապարհը։ Շատերի աչքն է այս հողակտորի վրա եղել։ Կովերի պարտեզի տարածքը հիմա օգտագործվում է որպես ավտոկայանատեղի։ Այն 5 քաղաքի ամենամեծ, եթե չասեմ միակ ավտոկայանատեղին է, այստեղ գրեթե 200 մեքենա կարող է տեղավորվել։ Բայց պարզվում է, վարձակալությամբ հանձնել են ոչ միայն Կովերի պարտեզը, այլ նաև ժառանգավորած հայկական վարժարանի բակի մի մասը եւ հայ 5 ընտանիքներին պատկանող տները, ոնց հասկանում եմ, այդ տները մտադիր են քանդել։ Վարձակալությամբ հանձնված տարածքում է նաև մեզ արդեն ծանոթ լուսանկարիչ Գարոն Ալբանդյանի տունը։ Այստեղ նա ապրել է կյանքի կեսը։ Հիմա նրան առաջարկում են նոր բնակարան փնտրել։ Դուրսեմ որ դուրսան ծախած եմ մեջ։ Շատերնանգսին, հрьяաները կվճ։ Սոսի ես ինձ հрьяաները վճարել չէ։ Միլիարդ ասնիչան ծախեր ասակնում։ Այսօր հայկական հոգին է ոս։ Առանց աստեղի մենք հայություն քոյություն չունենք։ Մի բայկարիկ միշը վերջ։ Լավ, եթե գան ձեր տուն, ասեն դատը որոշումը կայացրել է, դուրս եկեք տնից, ինչ եք անելու։ Պատրաստ եմ մեռնելու, ջելնելու։ Գործարքի կողմ է հանդիսանում Քսանա Գարդենս կոչվող ընկերությունը։ Սեփականատերներն են ավստրալիական ու իսրայելական քաղաքացիություն ունեցող գործարար Դենիել Ռուբինշտեյնը, նույն ինքը Դենի Ռոթմանը ու Երուսաղեմի բնակիչ Ջորջ Վարվարը։ Պայմանագրի համաձայն ներդրողները պարտավոր են նախագծի իրականացման համար $200 միլիոն հատկացնել։ Մտադիր են Կովերի պարտեզում 7 աստղանի շքեղ հյուրանոց կառուցել։ Ասում են հոթել, բայց հոթելի հարմարություն չունի այստեղ։ Ուրեմն ասիկա բادرվակ մնե։ Անցերու կողմ է, որոնք իրենց թերասանություն լավ կկատարեն։ Այսինքն անցը Ռոթմանը եւ ուրիշ անցմը Ջորջ Վարվար ասոնք կորձիկներ են։ Գործարքը կողմնակիցներ էլ ունի, նրանք կոչ են անում վտանգը չչափազանցնել, քանի որ հողը ոչ թե վաճառվել է, այլ տրվել է վարձով, իսկ վարձակալությունը հնարավորություն կտա կայուն եկամուտ ունենալ, ինչը չափազանց կարևոր է պատրիարքության ծանր ֆինանսական վիճակը հաշվի առնելով։ Եկեղեցիները, դպրոցը, վարժարանը, թանգարանը, մատենադարանը, ակումբները պահպանելու ու կառավարելու համար պատրիարքությանը փող է պետք։
Եթե հողը միևնույն է դատարկ է, ինչու այն չհանձնել վարձակալության ու փող չվաստակել, հարցնում են գործարքի նախաձեռնողները։ Գործարքի դեմ բողոքողների անհանգստությունը կարելի է հասկանալ։ Բոլորն են գիտակցում, թե 98 տարվա վարձակալությունը իրականում ինչ է նշանակում։ Միայն միամիտ մարդը կարող է հավատալ, որ այդ ժամկետի ավարտից հետո հողը կվերադարձվի տիրոջը։ Սովորաբար 100 տարի անց վարձակալության ժամկետը երկարացվում է ևս 100 տարով, ու այդպես անվերջ։ Պատմության մեջ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ երկարաժամկետ վարձակալությամբ հանձնված հողերը պատրիարքությունը ի վերջո կորցրել է։ Во-первых, община уже Եթե Թաղամասի կենտրոնում մեծ հյուրանոց-ռեստորանային կենտրոն կառուցվի, հայերը այլևս իրենց չեն զգա ինչպես տանը։ Ժամանակի ընթացքում դա կարող է հանգեցնել դեմոգրաֆիկ պատկերի փոփոխությանը։ Գործարքի իրականացումը սպառնում է Երուսաղեմում 1500 տարվա պատմություն ունեցող հայկական ներկայությանը։ Կարծում եմ Նուրհան պատրիարքը պետք է որ պարզաբանումներ տա հայրենակիցներին այն մասին, թե ինչպես կարող էր այդպիսի գործարք կնքել։ Ցավոք ֆիլմի վրա աշխատելիս ես հնարավորություն չունեցա լսելու պատրիարք Նուրհան Մանուկյանի տեսակետը։ Պատրիարքությունում ինձ ասացին, որ Սրբազանը չի ցանկանում հարցազրույց տալ Կովերի պարտեզի շուրջ ստեղծված խնդրի վերաբերյալ, քանի որ դա կվտանգի դատական գործընթաց։ Գործարքի օրինականության հետ կապված պատրիարքին ուղղված հարցեր ունեն նաև հոգևորականները։ Սուրբ Հակոբաս միաբանության 12 անդամներ հայտարարություն էին տարածել, որում կնքված գործարքը որակում էին անօրինական ու իրավական ուժ չունեցող։ Բանն այն է, որ պատրիարքության կանոնադրությունը պարտադրում է նման գործարքները համաձայնեցնել բոլոր միաբանների հետ։ Հարցը ընդհանուր ժողովի քննարկման չէր դրվել։ Կոմիտաս վարդապետը այն հոգևորականներից մեկն է, ով ի սկզբանե դեմ է եղել այս գործարքին։ Ձախվեցավ պաստորեն, բայց աբորինի գերբով ձախվեցավ։ Այս կալվածը գպատգանի հայ ժողովուրդին և ոևէ մի անց իրավունք չունի վաճառելու անձնական սեփականություն չէ։ Աշխարհիկ համայնքի ներկայացուցիչները ել ավելի են վրդովված։ Հայկական թաղամասի բնակիչները, Իսրայելի ու Պաղեստինի հայ համայնքի ակտիվիստները սկսեցին բողոքել։ Արդյունքում տարերայնորեն ձևավորվեց «Պահպանենք հայկական թաղամասը» անունը ստացած հանրային շարժումը։ Շարժման համակարգումը ստանձնեցին երկու երուսաղեմցի երիտասարդներ՝ Հակոբ Ջեռնազյանն ու Սեդրակ Բալյանը։ Տղաների կազմակերպած ցույցերին մասնակցելու էին դուրս գալիս ոչ միայն հայերը, այլ նաև իրենց բարեկամները հրեական, արաբական, հունական համայնքներից։ Ամբողջ կարմիր գիզերը անցան եւ մենք մի բայկարին մինչեւ վեր։ Վտանգավոր պայմանագիր է թե բادرյարքության, աբակայի, բادرյարքության նյութական գացության եւ նաեւ դարածքային ամբողջականության, որովհետեւ Գովերու Բարդեզը մեր հայոց թաղի դարածքային ամբողջականությունը կբահբանի։ Մեզ համար դարբերություն չկա։ Հրեա, քրիստոնյա, արաբ, նույնիսկ հայ ներդրող լինեին, այսպիսի պայմանակրով մենք դեմ կլինեինք։ Ուղղակի արժե իմանալ, թե ով է կանգնած այդ ընկերության հետ, որ իմանանք ոնց պետք է դիմադրել։ Հակոբն ու Սեդրակը միշտ ակտիվ են եղել համայնքում։ Նրանք ղեկավարում են տեղի հայկական սքաութական կազմակերպությունը։ Երբ հայկական թաղամասին վտանգ սպառնեց, տղաները որոշեցին իրենց վրա վերցնել հայրենակիցներին համախմբելու պատասխանատվությունը։ We pray for the peace of Jerusalem. For the sake of our brothers and friends, we now say shalom be within you. We pray for the peace. Կովերի պարտեզը հին քաղաքում թերևս միակ ազատ չկառուցապատված հողակտորն է, ու այն շատ թանկ է։ Հին քաղաքի պարիսպներից ներս հողի գինը ավելի բարձր է, քան նույնիսկ Մանհեթենում ու Հոնգ-Կոնգում։ Մեկ քառակուսի մետրը $6000 է հասնում։ Դա նշանակում է, որ վարձակալությամբ հանձնած կալվածքի շուկայական արժեքը
գրեթե 70 միլիոն դոլար է։ Այսպիսի հողատարածք հին չունի։ Արժեքը, այսինքն դրամով, դոլարով չենք կարող ասել։ Ինչու, որովհետև մենք գտնվում ենք Սիոն լեռան վրա։ Մենք 200 մետր ենք Սուրբ Հարության տաճարից, այս կողմով 200 մետր ենք Լացիբադից եւ 200 մետր մզկիթից, Ալ-Ակսայից։ Իսկն աշխարհի ամենայն կարևոր վայրն է։ Երուսաղեմահայերից շատերը վստահ են, որ հենց քաղաքական, այլ ոչ թե կոմերցիոն գրավչությունն է եղել Կովերի պարտեզի նկատմամբ ներդրողների ուշադրության պատճառը։ Տարածված կարծիք կա, որ Իսրայելի կառավարությանը մոտ կանգնած հրեա վերաբնակիչների կազմակերպությունները գաղտնի հովանավորում են 20 Gardens ընկերությանը, որի նպատակը Կովերի պարտեզը վերահսկողության տակ առնելն է։ Մեզ ինչ կսեն գոր, հոտել бид լատուկ պիտ աշխատիկ։ Մենք հրեան հոտել бид բանան մենք ան աշխատենք, ասեն յանքի մեջ հոտել չլար։ Ասոնք առնողները հրեաները չեն, settlers-ներն են, ֆանատիկ հրեաներն են։ Ասիկ ամեն բادرբակներ են, իրականում ամեն գտվի, որ ասոր յետևը գազբանգերություններ կան, որ դիրանալ որքան կարելի է ավելի դարածք հին քաղաքներս։ Իրավիճակը ավելի հեշտ կլինի գնահատել, եթե նայենք քարտեզին։ Պայմանագրով վարձակալությամբ հանձնված տարածքը գտնվում է թաղամասի կենտրոնով անցնող գլխավոր փողոցի ու քաղաքի պարիսպի միջև։ Փողոցի սկզբում Երուսաղեմի պատմության պետական թանգարանն է ու Իսրայելի ոստիկանության քաղաքային բաժանմունքը։ Այսինքն հայերը այդ հատվածը չեն վերահսկում, թեև այն հայկական թաղամասում է։ Եթե փողոցի ներքևի հատվածի արևմտյան մայթը անցնի հրեա ներդրողին, թաղամասը փաստորեն կկիսվի միջանցքով, որը կլինի պատրիարքության վերահսկողությունից դուրս։ Այսինքն, հայկական թաղամասի ամբողջականությունը վտանգված կլինի։ Արդյոք հենց այս նպատակը չեն հետապնդել ներդրողները։ Իհարկե, ամենաճիշտը կլիներ ոչ թե ենթադրություններ անել, այլ այդ հարցը ուղղել հենց իրենց ներդրողներին։ Ես այդպես էլ մտադիր էի անել, բայց գործարքի հակառակ կողմ հանդիսացող Դենի Ռոթմանը ինձ համար նույնպես անհասանելի է։ Եթե հավատանք գրանցման պաշտոնական փաստաթղթերի, նրա ընկերությունը Թել Ավիվի ահա այս շենքում է գործում։ Բայց ինձ այստեղ ասացին, որ Ռոթման ազգանունով մարդ չեն ճանաչում, իսկ Dana Gardens ընկերության գոյության մասին առաջին անգամ են լսում։ Այնուամենայնիվ, Դենի Ռոթմանի ու նրա գործընկեր Ջորջ Վարվարի մասին որոշ տեղեկություններ ստանալ հաջողվեց։ Պարզվում է, իրենք մի քանի անգամ սնանկ են ճանաչվել ու նախկինում լուրջ խնդիրներ են ունեցել իրավապահների հետ, ընդ որում ոչ միայն Իսրայելում, այլ նաև այլ երկրներում։ Մենք բարձել ենք, որ այդ մարդիկը կրիմինալ անցյալ ունեն։ Մի անց Իսրայելի բանդերու մեջ մնացել է, Դանիել Ռոթմանը բարդքեր ուներ Գիբրոսի մեջ, որ չկարողացած վճարել։ Ինչպես ստացվեց, որ կասկածելի անցյալ ու համեստ նյութական հնարավորություններ ունեցող գործարարները համարձակվեցին ահա այսպիսի հավակնոտ բիզնես նախագիծ նախաձեռնել։ Միգուցե նրանց ետևում իսկապես կան ազդեցիկ ուժեր։ Արժի արդյոք այստեղ փնտրել Իսրայելի պետության ստվերը։ Իսրայելի կառավարությունը միշտ ձգտել է իր իշխանությունը տարածել քաղաքի այդ հատվածի նկատմամբ։ Հին քաղաքը արևմտյան, այսինքն իսրայելական Երուսաղեմի հետ կապող 3 մուտք ունի։ Դրանցից երկուսը Յաֆոյի ու Սիոնի դարպասները գտնվում են հայկական թաղամասում։ Նրանց միջանցք է պետք։ Հայկական թաղամասի վերահսկողությունը Իսրայելին քաղաքական հաղթակարդ կապահովի պաղեստինցիների հետ բանակցություններում։ Կարելի է ասել, ով տիրում է հայկական թաղամասին, նա տիրում է ամբողջ հին քաղաքին։ Փաստաբան Սամի Էրշիթը միշտ հայկական համայնքի կողքին է, երբ իրավական օգնություն է պետք լինում։ Հիմա նա օգնում է պահպանենք հայկական թաղամասը շարժմանը հողի վարձակալության գործարքի օրինականությունը վիճարկելու հարցում։ Վստահ եմ, որ 20 Gardens կազմակերպության ետևում կանգնած են հրեա վերաբնակիչների կազմակերպությունները, նրանք շատ փող ունեն։ Այդ փողերով փորձում են գնել հին քաղաքում ցանկացած հողակտոր, սա նրանց նախագիծն է։ Ազգությամբ արաբ Սամի Էրշիթի կարծիքը կիսում է հրեա Ավիվ Թաթարսկին։
Նա նույնպես նկատում է, որ վերաբնակիչների կազմակերպությունների հետաքրքրությունը վերջին շրջանում ուղղված է հատկապես հայկական թաղամասի հողերի վրա։ Հրյա վերաբնակիչները ձգտում են դուրս մղել Երուսաղեմից քրիստոնյաներին ու մահմեդականներին։ Այդ կազմակերպությունները առաջին հայացքից կառավարությունից անկախ են, բայց մենք հավաստի տեղեկություններ ունենք այն մասին, որ դրանք ստվերում ուղղորդվում են իշխանությունների կողմից ու շռայլորեն ֆինանսավորվում են կառավարությանը մոտ կանգնած կառույցների կողմից։ Մեր միությունը պայքարում է այդ ամենի դեմ։ Հրյա մտավորականության շրջանում Երուսաղեմահայերը ունեն ընկերներ, ովքեր չեն կիսում Ավիվ Թաթարսկու տեսակետը ու կոչ են անում չտարվել դավադրության տեսություններով։ Նրանցից մեկը Իսրայելի խորհրդարանի նախկին падգամավոր Ալեքսանդր Ցինկերն է։ Կյանքի կեսը նա ապրել է Երևանում ու տեղափոխվելով Թել Ավիվ ձգտում է նպաստել հայ-իսրայելական հարաբերությունների ամրապնդմանը։ Այս գործարքի ետևում հրեական դավադրության փնտրտուքը պարզապես ծիծաղ է առաջացնում։ Բավական է հիշեցնել, որ ներդրողներից միայն մեկն է հրեա, մյուսը երուսաղեմցի արաբ է։ Այստեղ քաղաքականություն չկա, բայց կա փող, մեծ փող։ Եթե պատրիարքը համաձայն է մեծ փողի դիմաց հայկական հողը հանձնել ուրիշին, ինչու ենք մեղավորներին փնտրում նրանց թվում, ով ցանկանում է այդ հողը վարձակալել։ Այնուամենայնիվ կարելի է հիմնավոր համարել կասկածներն առայն, որ 20 Gardens ընկերության հիմնադիրները իսկապես կապ ունեն քաղաքական նպատակներ հետապնդող ուժերի հետ։ Այս վարկածի օգտին են խոսում մտերիմ հարաբերությունները, որ Դենի Ռոթմանը ունի հրյա վերաբնակիչների արմատական կազմակերպություններից մեկի պարագլուխների հետ։ 2023 սեպտեմբեր ամսվա ընթացքին նգարմը առնված է Երուսաղեմի ջանցված բանտոգներն մեկադի մեջ, որ այս երկու ներդրողները Դանիել Ռոթմանը եւ Ջորջ Վարվարը նստած են ծայրահեղական գազམ་ագերբության մեծերի հետ։ Այսինքն ես գահավատամ, որ իրենք չէին խոսել օդի մասին կամ այլ ուրիշ նյութերի մասին, այլ նաեւ գխոսեին այս հողադարձքի մասին։ Այս լուսանկարը հրապարակել էր իսրայելական հեղինակավոր Հaaretz թերթը։ Դենի Ռոթմանից աջ նստած են Աթերեթ Քոհանիմ արմատական խմբավորման ղեկավարներ Դենիել Լուրյան ու Մատթի Հաքոեն Դանը։ Պարզաբանեմ, Աթարեթ Քոհանիմի հռչակած նպատակն է Երուսաղեմի ամբողջ հին քաղաքի հուդայականացումը, օտարադավաններին պատկանող հողերը գնելու ու գրավելու միջոցով։ Վերջերս հենց այս կազմակերպությունն է մուտք գործարքի շնորհիվ գրավել հունական պատրիարքությանը պատկանած քրիստոնեական թաղամասի երկու նշանավոր շինությունները։ Գործարքը կասկածելի էր։ Դատավարությունը 7 տարի տևեց։ Դատարանը վերաբնակիչ հրեաների կողմ ընդունեց, բայց մեր փաստարկները ավելի հիմնավոր են։ Մենք հաշվի ենք առել հույների թույլ տված սխալները։ Հայ համայնքի փաստաբանները հետազոտել են հարյուրավոր փաստաթղթեր Կովերի պարտեզի վարձակալման գործարքի անօրինականությունը հիմնավորելու համար, ու ի վերջո գտան համոզիչ փաստարկներ։ Իրավաբանները պարզեցին, որ կարգավիճակը, որը ունի Կովերի պարտեզը, թույլ չի տալիս այն ոչ վաճառել, ոչ էլ վարձակալության տալ։ Հարյուրամյակներ առաջ Օսմանյան սուլթանը Կովերի պարտեզի հողը հանձնել է հայոց պատրիարքությանը առանց այն երրորդ կողմին վաճառելու կամ վարձակալությամբ հանձնելու իրավունքի։ Անդրեաս Պատրիարքը պարտավորվել է, որ հայերը մինչև աշխարհի վերջ այդ հողերը ուրիշ ոչ մեկին չեն հանձնելու։ Իսրայելի կառավարությունը ճանաչել է Երուսաղեմում հողային իրավունքի վերաբերյալ Օսմանյան շրջանի բոլոր կանոնակարգերը։ Դա նշանակում է, որ ցանկացած գործարք Կովերի պարտեզի վարձակալության վերաբերյալ առ ոչինչ է կնքման պահից։ Պահպանենք հայկական թաղամասը շարժման կողմից 20 Gardens ընկերության դեմ դատական հայց ներկայացնելուց մի քանի ամիս հետո սեփական հայցով հանդես եկավ նաև հայոց պատրիարքությունը, որը նույնպես պահանջեց գործարքը անվավեր ճանաչել։ Նուրհան պատրիարքը պնդում է, որ կալվածքների տեսուչ ծայրագույն վարդապետ Պարետ Երեցյանը մոլորեցրել է նրան։ Սրբազանը ասում է, որ վարդապետը խաբեությամբ է հասել դրան, որ նա ստորագրի նախապես չհամաձայնեցված տեքստով պայմանագիրը։ Պատրիարք հայրը քաշեց իր սրակությունը, որտեղ շատ հստակ է, որ խաբված էր, եւ իրեն ներկայացված է այն ինչ չէր, որ ինքը
ինքը գուզեր Բադիակի այնպես անցմն է, որ գստորակրի եւ գվերջանա բանակցությունները ինչպես մենք հասկացանք հայր բարետներ վարում, այսինքն հայր բարետը գիտեր այդ բոլոր դեղեցությունները կոռուպցիայի հարց է, այսինքն գաշարագերության եւ բادرիարքությունը բնդում է, որ գաշարք է ստացել նախկին գալվաձոց դեսուչ Բարետ Երեցյանը, որովհետեւ այս գործարքը իրականացնի։ Նուրհան Մանուկյանի նախաձեռնությամբ Միաբանության ընդհանուր ժողովը որոշեց պատժել կալվածքների տեսուչ Հայր Պարետին կամայականությունների համար։ Նրան կարգազրկեցին ու վտարեցին միաբանությունից։ Նախկին հոգևորականին քաղաքացիները բղավոցներով ու սուլոցներով դուրս հանեցին թաղամասից։ Իսրայելցի ոստիկանները հազիվ էին զսպում վրդովված ամբոխին։ Շտապ լքելով Երուսաղեմը կարգազուրկ կղերականը մեկնեց Միացյալ Նահանգներ ու հաստատվեց Լոս Անջելեսում։ Թեև ծայրագույն վարդապետը խուսափում է լրագրողների հետ շփումից, ինձ հաջողվեց նրա հետ կապ հաստատել։ Ահա այստեղ իմ նամակագրությունն է կալվածքների այժմ արդեն նախկին տեսուչ Հայր Պարետի հետ։ Նա ասում է, որ իրեն թույլ չի տվել ոչ մի քայլ, որը համաձայնեցված չի եղել պատրիարքի հետ։ Նուրհան arczepiskopos-ը ոչ միայն տեղյակ է եղել բոլոր մանրամասներին, այլ նաև հենց ինքն է հանձնարարել կնքել գործարքը հենց այդ տեսքով, պնդում է նախկին հոգևորականը։ Ասում են, որ Պարետը խարտակությունում շարք մխարտակություններ երած է, որի պատճառով նրան հեռացնում են համայնքից։ Հիմա այստեղ հարց է ծագում, թե եթե այդ մարդուն դուք խարտակությունների մեջ բռնել եք, ինչու այդ մարդուն բաց եք թողնում, ինչու այդ մարդուն ամիջապես արտաքսում եք համայնքից եւ չեք դիմում ոստիկանություն, չեք դիմում համապատասխան մարմիններին քրեական գործ հարուցելու, բացահայտելու եղելություն։ Ահա այստեղ առաջացան բազմաթիվ շատ հարցեր ուղղված պատրիարքին։ Արտյոմ Չեռնամորյանը Իսրայելի հայ համայնքի ակտիվ գործիչներից է։ Նա իսրայելահայեր պարբերականի հիմնադիրն է ու խմբագիրը։ Որպես լրագրող միշտ սևեռել է հանրության ուշադրությունը Կովերի պարտեզի գործարքի կասկածելի հանգամանքների վրա։ Այդ կասկածելի հանգամանքները շատերն են նկատում։ Չեմ հասկանում, թե ինչից է հիմա բողոքում պատրիարքությունը։ Նրանք ստորագրել են վարձակալության պայմանագիրը, $2 միլիոն կանխավճար ստացել են ու արդեն ծախսել են։ Հիմա ինչ են ուզում։ Կարծում եմ պարզապես չէին պատկերացնում, որ համայնքում այդքան մեծ բողոքի ալիք կբարձրանա։ Երբ տեսան, որ միաբաններն ու թաղամասի բնակիչները ոտքի են կանգնում, վախեցան, մեղադրեցին տեղի ունեցածի մեջ Հայր Պարետին, ասելով. «Մեզ խաբել են, պահանջում ենք ամեն ինչ չեղարկել»։ Ինչևէ, այսօր պատրիարքությունը համայնքի կողքին է ու վճռական է գործարքը չեղարկելու իր պահանջի մեջ։ Պատրիարք Հայրը անձամբ է մասնակցել «Պահպանենք հայկական թաղամասը» շարժման կազմակերպած բողոքի մի քանի ակցիաներին։ Այս հարցում Երուսաղեմահայերի մեջ այսօր չկա դարակարծություն։ Ատկի առաջ անգուկներ կա, հնչակ, տաշնակ, ասգա, հոմետմեն, հոյիչմեն։ Միշտ իրարու մեջ խնդիր կստեղծեին, որ մենք իրար հետ խնդիր ունենայինք։ Այսօր բիտքաս դեսած ներկայությունից։ Մեկ անց եղած։ Համախմբված է։ Այո։ Նա երտանք ասանք մի հատ մի երտանք հոնդեյ։ 2023 թվականի նոյեմբերին Պատրիարքը 20 Gardens ընկերության ու Երուսաղեմի քաղաքապետարանին ուղեց նամակներ, որոնցով հաստատեց, որ խզում է վարձակալության պայմանագիրը ու հայտարարում գործարքը չեղարկված։ Դրանից անմիջապես հետո հակառակ կողմը սադրանքի գնաց։ Սրբազան։ Վայ։ Hey! Զինված ոստիկանների ու վերաբնակիչների շարժման հայտնի ակտիվիստների ուղեկցությամբ ընկերության ներկայացուցիչները ներխուժեցին Կովերի պարտեզ ու սկսեցին բուլդոզերներով քանդել շինությունների պատերը։ Մի քանի անգամ փորձել էին բուլդոզերներով, առաջին անգամ թուրը գդրեցին ու գնացին, բայց մեծ հարցակում եղավ ժամը 5-10 անցարավոտ 4 բուլդոզերով եկան արդեն եւ սկսեցին այս մեր բադը պլել ու ատկեվերջ մենք չհեռացանք այսօղեն։
Գրիվ տվեցիք։ Բավական գրիվ էր, այո, սելով իրենք զինված եկան մեր վրա, շուներով, բաներով, զենքերով։ Բայց մենք գրցանք դիմանալ ու մնացինք ստեղ։ Ամեն ստեղ տաղամասը, հայսուրբները, ժրանկավորները, ամեն մարդ եկավ ու հողը պաշտպանեց այն օրը։ Հայ երիտասարդները հարձակվողներին արժանի հակահարված տվեցին, դուրս մղելով անկոչ հյուրերին թաղամասից։ Մի քանի օր անց տեղի ունեցավ նոր հարձակում։ Այս անգամ ներխուժողները ամրաններով զինված դիմակավորված արաբներ էին, ովքեր ինչպես հետո պարզվեց, փողի դիմաց էին ծառայություններ մատուցում։ Բախման արդյունքում հայերի թվում տուժողներ եղան։ Ոստիկանությունը սադրիչներին պատժելու փոխարեն մի քանի հայ էր ձերբակալել։ Ադամեն խնդիրներու ժամանակ մեգեն ես կբորամ, որ դուրս ելեք մեր հողեն, ուրեմն ոստիկանը վազելով վրասկա գծեր պագալ է ինձի։ Իսրայելի հյուսիսից արաբներին դիմակավորված բերեցին, հայերի վրա հարձակվեցին եւ Իսրայելի ոստիկանությունը ոչինչ չարեց, կարող են ուղղակի որպես ահաբեկիչներ տեղում սպանեն։ Չէ՞ որ այստեղ մեկը իր ձեռքին տանակ է վերցնում, դուրս է գալիս ներողություն փողոց, տեղում սպանում է, չէ՞։ Բայց երբ որ 30 հոգի սև դիմակներով, արավ, քարերով, փայտերով, տարբեր տեսակի, ասենք ամրաններով զինված մտնում են հայկական համայն պատերազմի ամենակեզ պահին, ու սկսում են հայերին ջարդել, ինչու՞ ոստիկանությունը զեն չի կիրառում։ Կովերի պարտեզի շուրջ ստեղծված իրավիճակի հետ ուղիղ կապ ունի եւս մի մարտահրավեր։ Բանն այն է, որ Իսրայելը Երուսաղեմի բոլոր քրիստոնեական եկեղեցիներին մունիցիպալ հարկ վճարելու պարտադրանք էր ներկայացրել։ Հայերը, ինչպես եւ ուղղափառները, կաթոլիկները ու բողոքականները անտեսեցին այն, քանի որ եկեղեցիների հարկումը հակասում է հաստատված կանոնին։ Վերջերս Իսրայելի կառավարությունը կրկին հիշեցրեց այդ խնդրի մասին ու որոշեց թարմացնել պահանջը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նկատում է, որ այս անգամ պահանջը շատ ավելի կոշտ ձևով է ներկայացվել։ Պահանջում եմ կլորիկ այսպես գումի գումար պատրիարքանից, որի չվճարման դեպքում, այսինքն պետությունը հնարավոր է պատժիչ քայլերի դիմի, ինչ որ մի ձևով այդ պարտքը պետք է փակվի, իսկ ինչ ձևով են պարտքերը փակվում, դա հավանաբար գույքի միջոցով, տարածքի միջոցով, որը ճակատագրական կարող է լինել։ Հայոց պատրիարքությունը ի վիճակի չէ կատարել իրեն ներկայացված $7 միլիոն վճարելու պահանջը։ Շատերը պատահական չեն համարում այն, որ Իսրայելի կառավարությունը որոշեց հիշեցնել կուտակված ահռելի պարտքի մասին Կովերի պարտեզի շուրջ գործարքին հայերի ընդդիմանալուց հետո։ Միգուցե սա եւս փորձ է ցույց տալու քրիստոնյաներին, թե որքան խոցելի են նրանք Երուսաղեմում։ Սա ակնհայտ խտրական պահանջ է, որովհետև դեռ Օսմանյան կայսրությունից սկսած գործում է ստատուս քվո, եւ այդ ստատուս քվոյի առանցքային պահանջներից է, որ կրոնական հաստատությունները ազատված են հարկերի վճարումից։ Սա պետք է դիտարկել հայ համայնքի նկատմամբ ընդհանուր ճնշումների համատեքստում։ Քանի որ համայնքի նկատմամբ ընդհանուր ճնշումները ավելանում են ու դրսից օգնություն ստանալու մեծ հույսեր չկան, Երուսաղեմի հայերը մոբիլիզացնում են ռեսուրսները ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Դիմակավորված վարձկանների հարձակումից անմիջապես հետո պահպանենք հայկական թաղամասը շարժման տղաները Կովերի պարտեզում սկսեցին շուրջօրյա պարեկություն իրականացնել։ Շաբաթը 7 օր, օրը 24 ժամ կամավորները իրար փոխարինելով հսկում են տարածքը, հետևելով, որ կողմնակի անձինք այստեղ մուտք չգործեն։ Գարո, ամեն ինչ լավ է կողոտ։ Այո, եղբայր, ամեն ինչ լավ է կողոտ։ 2023-ի նոյեմբերից մինչ օրս Կովերի պարտեզի հյուսիսային հատվածում հայերի կողմից տեղադրված բարիկադներ են։ Նպատակը օտարների կողմից ներխուժումը բացառելն է, ինչպես պետական սահմանին։ Բարեկատ թրերեն կսե իրեն եւ ոսը մենք երկաթամեն զորացած ենք, կարավելուցած ենք, զորացուցինք, որբեսի հարձակողները ազգոմը չկան։
Պահպանենք հայկական թաղամասը շարժմանը աջակցելու մասին հայտարարեցին Սուրբ Հողում ներկայացված քույր եկեղեցիները։ Հայերի կողքին կանգնեցին ոչ միայն ուղղափառ հույները, այլև կաթոլիկ ֆրանցիսկացիները։ Հայ ակտիվիստները կապեր հաստատեցին Հայաստանի կառավարության ու հայկական սփյուռքի կառույցների հետ։ Բոլորի կողմից աջակցելու պատրաստակամություն նկատվեց։ Չիկագոյում գործող Կրկոնյան Ջաջանի իրավաբանական ընկերության փաստաբանները միացան դատական հայցը պատրաստող թիմին։ Վերջերս Հակոբն ու Սեդրակը Միացյալ Նահանգներ էին եկել տեղի հայկական կազմակերպությունների և ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպելու համար։ Մենք օգնում ենք կազմակերպել այդ հանդիպումները։ Դա կարևոր է։ Հիմա հարմար պահ է Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստանձնելու է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպանի դերը։ Մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից։ Կովերի պարտեզի պաշտպանության գործին միացել է նաև Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Երուսաղեմում նրա ունեցած հանդիպումները օգնեցին տեղի հայ ակտիվիստներին համոզվել, որ հայրենիքը իրենց միայնակ չի թողնի։ Հայաստանի ու ամերիկահայ իրավաբանների թիմը Կովերի պարտեզի գործարքի անօրինականությունը ապացուցող 184 էջանոց իրավական փաթեթ է հավաքել։ Հայցը, որ մենք ներկայացրել ենք դատարան, կունենա հաջողություն, բայց այստեղ կարևոր է նաև, որ իրականում այնպիսի գործընթաց է, որ պետք է պարտադիր միատեղել ուժերը Հայաստան, Սփյուռք եւ նաև մասնագետների, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ։ Երուսաղեմի հայ համայնքին սպառնացող վտանգին արձագանքել են նաև գերտերությունների դիվանագիտական գերատեսչությունները։ Հայերի վրա հարձակումները դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ Ֆրանսիայի հյուպատոսությունը։ Վերաբերմունք արտահայտեցին ԱՄՆ պետքարտուղարությունն ու Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Ես ճիշտն ասած կսպասեմ Հայաստանի իշխանություններից, որ ինչ որ աջակցական խոսք ասեն, որ դեռ չեն ասած։ Հետաքրքիր դա է, որ ռուսերը ասել են, ֆրանսիացիները ասել են, ու ամերիկացիները ասել են, ու եվրոպացիները ասել են, Հայաստանի իշխանությունից դեռ ոչ մի դրական աջակցական բառ կա։ Հայաստանի արտգործնախարարությունը պարզաբանում է, որ դիվանագիտությունը միշտ չէ, որ հրապարակային է լինում։ Այն, ինչ արվում է ստվերում, երբեմն շատ ավելի կարևոր է, քան պաշտոնապես տարածվող հայտարարությունները։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանական հանձնաժողովի նիստում անդրադարձավ Կովերի պարտեզի խնդրին։ Այս պատրիարքան, այս իրավաբանական անձը վարձակալությանը հանձնել այս տարածքը ինչ որ մեկի։ Հետո փոշմանել է եւ հիմա կա դատական գործընթաց։ Ես ձեզ վստահեցնում եմ, մենք աշխարհի որ անկյունում են լինի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ ուշադիր ենք, եթե նրանց շահերը ոտնահարվում են, մենք անում ենք համապատասխան գործողություններ, եթե անհրաժեշտություն է լինում Աստված մի արասցե կազմակերպել էվակուացիա, մենք կազմակերպում ենք։ Իսրայելի ու Պաղեստինի հայերը ընդունեցին այս խոսքերը ոչ միանշանակ։ Նրանք կարծում են, որ Երուսաղեմի հայկական թաղամասի պարագայում էվակուացիայի մասին խոսելը տեղին լինել չի կարող։ Իսրայելի հայկական համայնքը միշտ ասում են, այն համայնքն է, որտեղ չպետք է գործի տունարի ծրագիրը, այսինքն տունարին մեր համար չէ։ Մենք հակառակը պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանից հարցներ բերենք, հայեր բերենք, կարողանանք, ասենք, խառնամուսնությունների ուրեմն պատրվակով հայերը շատ բերենք այստեղ, հայերին տեղավորենք այստեղ, որպեսզի տիրական լինենք մեր հողերին։ Բայց արդար չէր լինի պնդել, որ Հայաստանի արտգործնախարարությունը ոչինչ չի ձեռնարկում։ Արարատ Միրզոյանը խորհրդակցություններ է ունեցել խնդրի վերաբերյալ շահագրգիռ բոլոր կողմերի հետ։ 2023-ի նոյեմբերին Կովերի պարտեզի հարցը բարձրացրել է Իսրայելի այն ժամանակվա արտգործնախարար Յայիր Լապիդի հետ ունեցած զրույցում։ Մինչ այդ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանի կուլուարներում թեման քննարկել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։ Նյու Յորքում խոսել է խնդրի վերաբերյալ նաև Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Այման Սաֆադիի հետ։ Ստացվել է այնպես, որ հայկական թաղամասի ճակատագրի հարցի շուրջ պարտադիր է խոսել միաժամանակ 3 կողմերի հետ։
Այստեղ արժի պատմական մի փոքր էքսկուրս կատարել։ 6 օրյա պատերազմի արդյունքում հրեաները գրավելով Երուսաղեմը հռչակեցին այն իրենց պետության մայրաքաղաք։ Պաղեստինցիներն էլ իրենց պետության մայրաքաղաքն են համարում Երուսաղեմը։ Հորդանանացիներն էլ համարում են, որ Երուսաղեմը իրենց քաղաքն է, քանի որ մինչև 67 թվականի պատերազմ այն Հաշեմիթյան թագավորության կազմում էր, իսկ ՄԱԿ-ը Իսրայելի օկուպացիան անօրինական է ճանաչում։ Եվ ահա հայերը ստիպված են միաժամանակ 3 պետությունների հետ համաձայնեցնել իրենց խնդիրները, որպեսզի ոչ մեկին չնեղացնեն։ Կասկածելի գործարքը հանգեցրեց դրան, որ Երուսաղեմահայերը իրենց կամքին հակառակ ներքաշվեցին արաբ-իսրայելական հակամարտության մեջ։ Արևելյան Երուսաղեմում հողերի պատկանելիությունը չափազանց զգայուն թեմա է հակամարտության բոլոր կողմերի համար։ Հողի վերահսկողությունը գլխավոր փաստարկն է քաղաքի ապագա կարգավիճակը որոշելու շուրջ արդեն կես դար շարունակվող սուր վեճում։ Երուսաղեմը միշտ եղած է ամենամեծ խոչընդոտներն ալ, որովհետեւ երկու կողմերը ինչ որ արդյունքի հասնին բանակցության հետևանքով։ Օրինակ 2000-ին, երբ Քամփ Դեյվիդում Բիլ Քլինտոնը եւ Յասեր Արաֆատը եւ Եհուդ Բարակը հավաքվել էին, համարյա ամեն գետի վրա համաձայնվել էին, բացի երկու կարևոր գետ։ Առաջինը վերադարձը այդ բոլոր քաղաքականներուն Պաղեստինցի եւ երկրորդը 5 քաղաքներ, հատկապես հայոց թաղամասը։ Այսինքն համաձայնված էր, որ քրիստոնեական եւ իսլամական թաղամասերը հայտնվին աբակաձու Պաղեստինյան պետության մեջ եւ կմնար հայկական թաղամասի հարցը։ Այնտեղ մի հատ նշանավոր խոսք կա, որ Արաֆատը ասում է, որ ես Արաֆատյան եմ, այսինքն հայ եմ, եւ երբեք թույլ չեմ տա, որ հայոց թաղամասը ինչ որ ցևով բաժնվի։ Պաղեստինի ղեկավարները չափազանց խիստ են արձագանքում հայկական պատրիարքությանը պատկանող հողերում Իսրայելի դիրքավորման փորձերին։ Կովերի պարտեզի շուրջ ստեղծված վիճակում արաբները իրենց համար իրական վտանգ են տեսնում։ Նրանք կարծում են, որ եթե վարձակալության գործարքի արդյունքում հրեաները կարողանան վերահսկողության տակ առնել Սիոնի ու Յաֆոյի դարպասները իրար հետ կապող միջանցքը, դա կուժեղացնի Իսրայելի դիրքերը քաղաքի կարգավիճակի մասին ապագա բանակցություններում։ Կովերի պարտեզի հողը վարձակալությամբ տալու մասին Նուրհան պատրիարքի որոշումը Հորդանանում եւ Պաղեստինում վրդովմունք էր առաջացրել։ Արաբները դեմարշ արեցին։ Հորդանանի թագավորն ու Պաղեստինի ղեկավարը հայտարարեցին, որ ետ են կանչում այն հավատարմագրերը, որոնցով պաշտոնապես ճանաչել էին հայոց պատրիարքի լիազորությունները։ Պատրիարքի համբավին դա հզոր հարված հասցրեց։ Դա նաեւ հայերին ուղված զգուշացում էր։ Եկեղեցու հարցերով Պաղեստինի բարձրագույն պետական կոմիտեի նախագահ Մուսին Էլիաս Յուսուֆ Հորին եկել էր Երևան Կովերի պարտեզի խնդրի շուրջ բանակցելու։ Այցին նախորդել էր պաշտոնյայի տարածած հայտարարությունը։ Պաղեստինի ղեկավարների համոզմամբ հայոց եկեղեցու առաջնորդները չեն նկատել Իսրայելի պատրաստած խայծը, որի նպատակն է, մեջբերում եմ, հասնել Երուսաղեմի հայկական թաղամասի պատմական ու տեղագրական առանձնահատկությունների փոփոխությանը։ Այսպիսով արաբ պաշտոնյաները հանդես եկան հայերի պաշտպանների դերում, տպավորություն ստեղծելով, որ հայերից ավել են մտահոգ իրենց սպառնացող խնդրով։ Կողմերից յուրաքանչյուրը իր խաղն է խաղում, ու կարծում եմ սխալ կլիներ հստակ դասել մեկին դաշնակից, մյուսին հակառակորդ։ Արդյոք մենք պետք է միայն աջակիցներ փնտրենք ու թաքնվենք նրանց ետևում, թե արժի փորձել սեփական օրակարգը առաջ տանել։ Իսրայելի կառավարությունն անում է այն, ինչ բխում է իր շահերից։ Մենք էլ պետք է հասկանանք, որ այստեղ մենք ունենք կենսական շահեր, խոսքը չի գնում նրա մասին, որ թշնամանքի հարաբերություններ ստեղծվեն։ Պարզապես մենք չպետք է թույլ տանք, որ ոտնահարվեն մեր շահերը, որպեսզի պարզ լինի, որ չեն կարող մեզ վերաբերող հարցերը լուծել առանց մեր կարծիքը հաշվի առնելու։ Ստացվել է այդպես, որ այս հարցում մեր եւ Իսրայելի շահերը հակասում են։ Ստեղծված իրավիճակում սխալ կլինի թշնամիներ փնտրել եւ պիտակավորել։ Պարզապես պետք է բանակցել Իսրայելի հետ։ Դիվանագիտության նպատակը այն է, որ ուրիշները քո կամքը հաշվի առնեն որոշումներ կայացնելիս։
Հայկական թաղամասի բնակիչների ու հայոց պատրիարքության հայցերի քննարկումը դատարանում կարող է տարիներ տևել։ Բայց մի դրական բան արդեն կա։ Պատրիարքության ու հայ համայնքի համատեղ ջանքերը հանգեցրին դրան, որ Երուսաղեմի քաղաքապետարանը որոշեց սառեցնել իրավիճակը։ Կովերի պարտեզում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվությունը չեղարկվել է ու կառուցապատողը դրա հետ ստիպված է եղել հաշտվել։ Դա իսկապես ձեռքբերում է։ Հավատում ենք, որ վճիրը իրավական եւ թրական, որը այս վերջին մեկ դարվա ընթացքին շատ անգամներ որ ընկերությունը մեր թեմ թիմումներ ղրգած է դատարանը մերժած էր իրեն։ Եվ շատ անգամներ մեր թիմումները ընդունած էր։ Արտար գլենի, բայց քանի դարի վիճ է ասլին։ Այսօր ամենը քիչը բարձ դատարան մերտասն Իսրայելի մեջ կամ Երուսաղեմի մեջ 4-5 տարի գուզե։ Ասեսակ թատմը 10 տարի, 20 տարի բիդերտ։ Բայց այնուամենայնիվ թույլ կտամ ենթադրել, որ ի վերջո կայացվելու է ոչ այդքան իրավական, որքան քաղաքական վճիռ։ Ուստի կարևոր է, որ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, տեղի աշխարհիկ հայերը, Հայաստանի կառավարությունը, Սփյուռքի կառույցները, քույր եկեղեցիները, բարեկամ պետությունների դիվանագետները ու հայամետ լոբիստները կարողանան միավորել ջանքերը, որպիսի որոշումներ կայացնողները ստիպված լինեն հաշվի առնել մեր կամքը։ Ինչպես Հայաստանում եւ որ ճակատագրական հարցեր կլինեն եւ պետք բոլորս գամախմբվենք մեր հայրենիքի շուրջ, նաեւ Երուսաղեմը գաբրի այսօր ճակատագրական օր է եւ պետք է բոլոր հայությունը, աշխարհասփյուր հայությունը հայրենիքում եւ սփյուռքում համախմբվին Երուսաղեմի շուրջ, որովհետեւ մենք չենք կարող մենք համարել որպես քրիստոնյա, եթե մենք Երուսաղեմում գործընծնենք այդ բոլոր մեր ժառանգությունները։ Երուսաղեմի հայկական թաղամասի միակ օրինական սեփականատերը հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, ուրեմն նաև հայ ժողովուրդը։ Այս կամ այն չափով այդ փաստը ճանաչել են թե խաչակիրների արքաները, թե արաբների խալիֆները, թե օսմանացիների սուլթանները, թե եգիպտացի մամլուկները, թե բրիտանացի հանձնակատարները, թե հորդանանի թագավորները։ Կկարողանանք արդյոք մենք Երուսաղեմի հայկական ներկայությունը բազմապատկած սերունդների ժառանգները հասնել դրան, որ մեր իրավունքները հարգվեն նաև այսօր։ Մեզ համար կարևորն այն է, որ ավետյաց երկրի այս սուրբ քաղաքում հայկական 1600-ամյա ներկայությանը ոչինչ չսպառնա։ Աշխարհում ապրող յուրաքանչյուր ոք, ով իրեն հայ է համարում, շահագրգռված պետք է լինի դրանում, որ մեր նախնիների թողած ժառանգությունը պահպանվի ու բազմապատկվի։ Իսկ եթե այդպես է, եկեք խորհենք այն մասին, թե ինչ կարող ենք ու պետք է անենք։